նշելով, որ դուք մեր զինվորների սրիկայաբար տարաք և զոհեցիք, դրան հաջորդեց իշխանության կողմից պարսավանքի մի ամբողջ ելույթներ, ստիպում էին, որ Էդգար Ղազարյանը մանդատը վայր դնի կամ եթե դուք չեք ինքնակազմակերպում դուրս կշպրտել, դուք էլ ընդունեցիք, որ դա բարեկրթության սահմաններից դուրս էր ձեր և իշխանության կողմից հռչակած, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ամենայն հայոց կաթողիկոսին անվանեց պիղծ է ձեր վեհափառը։ Ձեր բառապաշարը շարունակել է նույն կերպ, դուք սա չեք դատապարտում, սա ձեր համար բարեկրթության սահմաններից դուրս չէ և նաև խոսեց հեծի մասով, նշելով, որ վստահ է, որ հեծը պետականացնելուց հետո շատ ավելի լավ է լինելու, բայց այն անընդհատ չի կարող լինել պետական։ Սրան ձեր մեկնաբանությունը որն է? Շնորհակալություն։ Տեղում կարծում եմ արձագանքը եղավ տեղում և այդ արձագանքը հասցեական մենք լսեցինք արձագանքը այդ հայտարարությանը։ Ինչ վերաբերում է հեծին։ Երկար կարելի էր լսել Փաշինյանին, թե ինչպես էր նա պատմում, թե սեփականությունն է, որ երկրի սեփականությունն է երկաթուղին։ Որ մի բանի սեփականությունն է, սեփականատերը ինչ ուզում կարող անի, ինչ ուզի։ Նա պատմում էր երկաթուղու մասին, թե ինչ կարևոր է սեփականության գաղափարը, որ երկիրը սեփականատեր է։ Երևի մոռանալով մեր հայտարարությունների մեջ մենք դրան անպայման կանդրադառնանք, թե քանի սեփականություն է մասնավոր ընկերություններից, ֆոնդերից, ներդրողներից նա խլել։ Եվ ինչ է դա բերելու մեր երկրի զարգացման, ինչ խնդիրներ։ Մեր գործընկերը նշեց, տնտեսական աճը դանդաղում է։ Ես կարող եմ ասել, ավելի մեծ հարվածներ է ուտելու, որովհետև չի կարելի խախտել հիմնարար տնտեսության կառավարման կանոնը, այն է սեփականության իրավունքի պաշտպանությունը պետք է լինի առաջի կանոնը։ Այդպես են ձևավորվել մեծ ուժեղ տնտեսությունները։ Պարոն Կարապետյան, այսօր ազգային ժողովում քննարկվում է կառավարության այն ծրագիրը, որում հստակ ենթագլուխ կա, որտեղ նշված է կաթողիկոսի հեռացումը, թեև ժամկետներ չի նշվում, բայց 2025 թվականին եկեղեցին մեր ձեռով պաշտպանելու հայտարարությունից հետո ձեր հորեղբայրը Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց, քանի որ այսօր ազգային ժողովում քննարկվում է նաև կառավարության այն ծրագիրը, որում հստակ կաթողիկոսի հեռացման հարցն է դրված, ուզում եմ հարցնել, եթե բանը հասնի դրան, դուք շարունակելու եք ձեր ձևով պաշտպանել եկեղեցին եւ ինչպես է դա տեղի ունենա։ Մենք եւ 100,000-ավոր հայաստանցիներ, հայեր մեր ձևով պաշտպանելու ենք մեր եկեղեցին։ Շարունակելու ենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք։ Մենք չենք ընդունում բոլոր այն մտածածին օրակարգերը, որ բերվում է Հայաստան, ներմուծվում է Հայաստան, օտար ազգի, մեզ հակառակորդ եւ թշնամի համարող ազգի պատվերով։ Վերջին հարցը գործընկերներ։ Մեր ձևը երևաց էլի։ Որ ազգն է մեզ համարում թշնամի։ Որ ազգն է մեզ իր երեխաներին կրթում ի թշնամություն հայերի։ Մեր գործընկերներից պարոն Դավթյանը նկարներ ցույց տվեց մանկապարտեզում, ինչ նկարներ են երեխաները նկարում, ինչպիսի կրթական համակարգ է դրված։ Կարող եք ելույթը նայել եւ կարող եք ենթադրություն անել, որ ազգի մասին է խոսքը։ Երկրորդ հարցը։ Ձեր ձևը ո՞րն է։ Մեր ձևը ինչպես մինչև հիմա, մենք դեկտեմբերին էլ է եղել իրավիճակներ, հիշում եք հայտնի, ինչպես հիմա, ինչպես դեկտեմբերին, ինչպես ամեն ամիս, նույն ձև։ Վերջին հարցը։ Չենք հասցնում։ Ժամանակը։ Չենք Վերջին հասցնում։ հարցը։ Վահե ջան, թույլ տվեք ես որոշեմ իմ կարգավիճակը։ Վերջին հարցը, հարգելի Վահե, վերջին հարցը։ Խնդրում եմ հարցը։ Դուք եք որոշել։ Հարգելի Վահե, վերջին հարցը։ Պարոն Կարապետյան, իդեպ այս ձեր կազմատեսնումը որպես կանգնած եք, ես մտածում եմ, որ դուք ցուցակի օրինակ ձեր ցուցակի ավելի լայն կազմով լինեք, մի 100 հոգով ստեղ ունեք, բացում եմ դահլիճը չէր վերիք, պետք է նոր դահլիճ։ Մի օր կլինենք։
Պարոն Մակարյան։ Կոնդիցիոները կփոխենք, չէ՞, որ շատ։ Երկու հատ։ Շատ բան կփոխենք, բայց մի հատ կարևոր բան կա փոխելու, դա փոխենք, մնացողը փոխվող է։ Շատ լավ։ Պարոն Կարապետյան, տեսեք, դուք խոսում եք Տիգրանաշենի մասին, դիմեցիք սիրելի Տիգրանաշենցիներին, հասկացնելով, որ իրենք մեծամասնություն են տեղի ձայներ տվել Փաշինյանին, ու դուք հիմա իրենց հարցն եք քննարկում, եթե Տիգրանաշենցիները գնացել եւ Նիկոլ Փաշինյանին ձայներ տվել, որ ինքը հանձնի Տիգրանաշենը, մենք դուք մյուսներին չենք անհանգստանում, թող հանձնեն, չենք մտել այս երկու հոգու մարդկանց անձնական հարաբերությունների արանքը։ Մարդիկ հանձնում են, կողմը որ իրենց տարածքը հանձնեն, Իհտենց ասել։ թող հանձնեն։ Ինչու՞ չէ։ Սա մեկ, երկրորդն Նիկոլ Փաշինյանը անընդհատ այս մի քանի անգամ այս ամբիոնի դրամաշրջանների ժամանակ ակնարկեց, որ դուք ձեզ Ռուսաստանից ուղղորդել են ուղարկել են այստեղ, որպեսզի հեղափոխություն անեք, իշխանափոխություն անեք, բայց չկարողացաք եւ հիմա այդտեղ պատասխան ունեք տալու Ռուսաստանին կամ ինչ-որ մարդկանց կռևելի կողքի շենքի եւ Ուկրաինայի իրականությունների պատկերներ կամ չգիտեմ, պետք է չէ, դա պրեզնովում։ Եվ խոսքը ինչ-որ մարդկանց պատասխան ունեք տալու եւ չգիտեք ինչ պատասխան տալ, թե ինչու ստեղ չստացվեց իշխանափոխություն։ Դուք այս մեղադրանքներին, եթե դուք հիմնավոր չեք անում, ոնց եք արձագանքում, ու մի բան է, ուրեմն ձեր կոնկուրենտ օֆիսը Մերկևի հարկի փոքր ֆրանքցիան Հայաստան դաշինքը, իրանց կողմից հենց ակնարկներ են հնչում, որ մենք չենք պայմանավորվել իշխանությունների հետ բարեկեցության ինչ-որ շրջանակներ չենք գծել, չենք պայմանավորվել, որ պետք է բարեկիրթ լինենք իրար հասել ինչ-որ բաներ չնենք, ու ինչ հարց ուզում ենք տալիս ենք առանց պայմանավորվածությունների, այդ չեք կարծում, որ այսպես այս խայտոցները մի քիչ ձեր մտերիմ ոչ կոնկուրենտ համագործակցային հարաբերությունները խաթարում են, որտեղ դուք հիմա պայմանավորվել եք իշխանության հետ, թե չեք պայմանավորվել։ Լավ։ Առաջի հարցը։ Առաջին հարցը որ Մեծ փոփոխություն, երկրորդը Տիգրանաշենի հետ կապված։ Նախընտրական շրջանում իշխանությունը չէր ասում Տիգրանաշենցիներին, որ հանձնելու է Տիգրանաշենը։ Անգամ օգտագործեցին տերմին օպտիմալացում տարածքի։ Մենք չգիտենք այդ ինչա։ Օպտիմալացնում էին, այսինքն չկար խոսք Տիգրանաշենը հանձնելու մասին։ Եվ երբ շատ ընդդիմադիր գործիչներ այդ մասին ասում էին, իրենց ալարմիստ էին կոչում, այսինքն մարդիկ, ովքեր միշտ վատ լուրեր են ասում։ Վատ լուրեր ասում ես, որտեղ վատ լուրեր լինում են։ Ամեն տարի նոր վատ լուր։ Այդ պատճառով հիմա էլ մենք ասում ենք, որ վաղը, մյուս օր, եթե պրոցեսի դեմը չառնի, եթե մեր ժողովուրդը չվերակողմնորոշվի, չկողմնորոշվի, մենք ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ։ Տիգրանաշենում իրենք սարքելու են այն օրինակը, ինչ որ սարքել են Արցախում։ Շենքեր, վերաբնակիչներ, ու երբ մենք խոսում էինք, որ ուզում են գան, մեզ ասում էին դուք վատ լուրեր եք ասում, մենակ լավ լուրեր, պետքա գնայինք բան անեինք, համերգների մենակ պետքա գնայինք։ Դրա համար վատ օրեր սպասում են եւս։ Այսօր անգամ տարիներ անց, ամիսներ անց, եթե մենք փոփոխությունը ամեն ինչ անելու ենք որ լինի, եթե չլինի, այսօրը հիշելու ենք որպես լավ դիրքավորման ժամանակաշրջան։ Ինչպես հիմա ստիպված ենք լինել ասել, որ թրիփը ճանապարհ է, միջանցք չէ, որ հանկարծ միջանցք չմնա Հայաստանի վրա, որ մյուս կառավարությունը բանակցելու տեղ ունենա, որ ճանապարհ պահի ճանապարհը։ Երրորդ հարցը նախ որ ձեզ մեղադրում են այդ Ռուսաստանի մասով, որ պատասխան եք տալու, որ ձեզ ուղարկել են իշխանափոխություն եւ Հայաստան դաշինք։ Իրենք ում հանձնարարություններն են անում, որպեսզի հասկանանք ինչ օրակարգ կա, մտնում ենք Բայրամովի Twitter-ը նայում ենք ու գիտենք այդ շաբաթ ինչի մասին ենք, ինչի մասին է լինելու կառավարության ներկայացուցիչների խոսույթը։ Իսկ դուք իրենք ասում են, բա դուք ում հանձնարարություն եք կատարում, ում եք պատասխան տալու։ Մենք եկեղեցու վրա հարձակումը ինքը հանձնարարությունով են իրենք կատարել։ Դրա պատասխանն է եղել մեր քաղաքական դաշտ մտնելը։ Թող ուրիշ ուղղությամբ ամեն անգամ թեման չփոխեն։ Իրենք են եղել են կատալիզատորը, որ մեզ
մտցրել են քաղաքական process-ների մեջ։ Շնորհակալություն։ Մենք մի հատ sense մոտեցում ունենք, մեր հայրենակիցները պետքա նորմալ որակով, լավ հայերենով, ինչքան հնարավոր է դա, լավ հայերենով քաղաքական խոսք լսել։ Եթե մենք պետք է օգտագործենք փողոցային բառապաշար, որպեսզի բոլորը գոհ լինեն, չեմ կարծում, որ իմ պատկերացրած երկրի ապագան փողոցային բառապաշարով խորհրդարանն է։ Շնորհակալություն գործընկերներ, Դուք այս վերջին 10-15 օրվա աշխատանքը ես լավ դիտարկել եմ եւ դուք հաստատեն սահուն անցում եք կատարել դեպի պարլամենտարական աշխատանքը, այսինքն դա ոնց որ ձեզ համար սովորական աշխատանք է դարձել, մինչդեռ դուք ընտրողների այն օրակարգով այլ ուսումներ եք տվել, այն օրակարգով եք եկել խորհրդարան, ես հետևում եմ նաեւ սոցիալական ցանցերին, որտեղ դժգոհություններ կան ձեր կողմնակիցների, թե ինչի մասին է խոսքը, ինչ օրակարգով են իվերջո եկել եւ ինչով են հիմա զբաղված։ Որն է ձեր գլոբալ օրակարգը, չէ՞ որ դուք ասում եք, որ իշխանապողություն, վարշավեկապողություն։ Հիմա դուք սովորական պարլամենտարանի պես եք բարելուց։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր հարց էր եւ կուզեի այդ պահը ներկայացնել իմ հայրենակիցներին։ Ընտրություններով ու արտահերթ ընտրություններով անգամ փոփոխությունները պետք է լինեն մեր հայրենակիցների աջակցության արդյունքում։ Մենք աշխատելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ 100,000-ավոր մեր հայրենակիցներ իրենց վստահությունը հայտնեն մեզ, ավելի շատ մեր հայրենակիցներ իրենց վստահությունը հայտնեն մեզ, եւ այդ փոփոխության արդյունքում այս իշխանությունը գնալու է։ Կա մի ճանապարհ, անգամ արտահերթ ընտրությունների ժամանակ հասարակությունը պետք է որոշում կայացնի։ Մենք ներկայացնում ենք հասարակության կյանքը փոխելու ծրագրեր, ցույց ենք տալի ինչ մոտեցում, ինչ պատասխանատվություն պետք է ունենա ապագա իշխող ուժը եւ մեր ժողովուրդը կընտրի, կհասկանա որակական փոփոխությունը։ Գաղտնի բլավն է։ Կարծում եմ այդ հարցով կարող եք պարոն Կարապետյանին։ Շնորհակալ եմ։ Գաղտնի դրա համար գաղտնի ու չբացել։ Ինչ